Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 26։ Վայրը, որտեղ հայտնաբերվեց բորոտությունը։ Մովսեսը իսկապես Աստծո կողմից հպված, գերբնականորեն կանչված և Աստծո մասին հայտնություններով լի մարդ էր։ Նա խոնարհ էր, բարեպաշտ և Աստծո հանդեպ երկյուղածությամբ լի։ Քանի որ նա սիրում էր Աստծուն և սգում էր մարդկանց մեղքերի համար, նրան նաև տրվել էր առաջնորդություն, որը քչերը գիտեին։ Այս ամենի հետ մեկտեղ Մովսեսը տեղյակ չէր իր մեջ եղած բորոտության մասին։ Տերը նրան ասաց. «Հիմա ձեռքդ տար ծոցդ»։ Եվ նա ձեռքը ծոցը տարավ և դուրս հանեց, և ահա ձեռքը ձյունի պես բորոտ եղավ։ Ելից 4:6 խոսք։ Ինչ սարսափելի զգացողություն է ձեռքդ մտցնել ծոցդ և դիպչել բորոտությանը։ Մարմնի լիակատար ապականության ինչպիսի վառ օրինակ։ Արդյոք Աստված թույլ տվեց իրեն մի փոքր խեղկատակություն անել Մովսեսի հետ։ Ոչ, դա հզոր դաս էր, որը Աստծո մարդը պետք է սովորեր։ Դա Աստծո խոսելու ձևն էր։ Երբ դուք զիջում եք ինքնակամությանը, ի վերջո վնասում եք մարդկանց և անարգում իմ գործը։ Երբ փորձում եք իմ գործը կատարել մարմնական ձևերով, դուք մահ եք բերում, ոչ թե կյանք։ Աստված հայտնեց նրան. «Ես չեմ կարող գործածել Եգիպտոսից եկած այդ հին բնությունը, այն չի կարող վերափոխվել, այլ միշտ կլինի բորոտ։ Պետք է հայտնվի նոր մարդ, պարուրված Եսէմի փառքով և զորությամբ»։ Ապա Տերը Մովսեսին պատվիրեց իր բորոտ ձեռքը նորից դնել իր ծոցը, և ահա իր մարմնի պես էր եղել։ Խոսք 7։ Ինչ է պատահում, երբ Աստծո մարդը ոտք է դնում սուրբ հողի վրա։ Նրա ներքին հոգին բացահայտվում է։ Ձեռքի մեկնումը խորհրդանշում է ծառայությունը, փառք Աստծուն այդ երկրորդ սրբագործող հպման համար։ Դա մաքրագործող պահ է, երբ հին մարմինը խաչվում է հավատքով, և ծառայության ձեռքը մաքրվում է, երբ մենք կրկին հագնվում ենք ճիշտ մարմնով, նրա մարմնով։ Փառք Աստծո, որ մենք կարող ենք ցնծալ Քրիստոսի թանկարժեք և բուժիչ արյան մաքրագործությամբ։